փողաբեր է, ամեն մի տեղադրելու համար 1000 դրամ։ Երեխայի հաճախակի տնից բացակայելը, ընկերների փոփոխությունները, գումարի անհետացումները կամ գումարի մշտական պահանջները։ Ինչ զգացողություններ կպատմեք մի փոքր։ Ուրախ։ Հայաստանի Հանրապետության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 7512-ը։ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլ կանանց թիվը կազմում է 155-ը։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված անչափահաս 8 երեխա կա։ Հաշվառված թմրամոլների զգալի մասը 25-ից 50 տարեկաններն են։ Տարածվածությամբ առաջին տեղը Երևանն է։ Հայաստանում թմրամոլությունը աճում է մտահոգիչ տեմպերով։ Ինչու՞։ Ինչպես։ Ում թողտվությամբ կամ միջամտությամբ։ Փորձենք միասին հասկանալ։ Նախ ինչպես է կազմակերպվում վաճառքը։ Տևական ժամանակ է, ինչ պետական բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այն մասին, որ գիտեն, թե ինչպես են տելեգրամյան ալիքներով վաճառ կազմակերպվում, սակայն անկարող են արմատախիլ անել այդ հանցատեսակը։ Տարոններին բռնում են, բայց պարագլուխները ասում են մնում են չբացահայտված։ Միանշանակ այդտեղ եւս խնդիր կա, որովհետեւ եթե տեղեկատվությունը հատկապես կառավարվում է կամ հրահանգը կատարվում է անդրասահմանային տրամաբանության մեջ, այսինքն օգտագործելով տելեգրամյան ալիքները, կազմակերպված խումբը գործում է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ նաև ունենք դրվագներ Հայաստանից դուրս, մեզ շատ հաճախ չի ստացվում հենց խմբին բացահայտել։ Արմնուր լրատվականը վճարեց 15000 Հայաստանի Հանրապետության դրամ, որպեսզի տելեգրամյան ալիքով ձեռք բերենք թմրանյութ։ Սակայն խաբեության զոր դարձանք։ Գումարը ստացան, թմրանյութի տեղը չհայտնեցին։ Նաև այսպես են մարդկանց խաբում, ծուղակ գցում, բայց վերադառնանք թմրանյութի տարածման մեխանիզմներին։ Արմնուրի նկարանող խումբը զրուցեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հետ, հենց խցում, ով ներգրավվել է վաճառքի գործընթացում կամ բոլորին հայտնի Զակլաչիկ է եղել, չիմանալով, թե ով է թմրանյութը բերում, որտեղից, ինչպես, միայն Տելեգրամով ստացել է հանձնարարություն տարածել դրանք։ Այստեղ հայտնվել եմ 2024 թվականի հունվարին։ Թմրանյութի վաճառքի օժանդակող որպես ես վերցրել եմ կոնկրետ վաճառողից, տարեշարել եմ, որ մարդիկ կարողանան վերցնել։ Շատ պատահաբար օպերատիվ աշխատողները բանարեցին էլի բռնեցին ավտոմեքենայի մեջ։ Քեզ ասում եմ, որ քեզ պետք է այդ գործը լավն է, այդ գործը լավ փողաբեր է։ Ինչքան փող է ստացել։ Ամեն մի նկարի համար, մի տեղադրելու համար 1000 դրամ։ Ու օրը քանի հատ է իրենց տեղադրում։ Դե 12-ից սկսած էլի։ Երբևէ չես օգտագործել թմրանյութ ալիք։ Օգտագործել եմ։ Ալիք, հեն անձիկ ովքեր քեզ այս ամեն ինչ մեջ ներգրավել են, քեզ հայտնի չէին այդ մարդիկ, ովքեր էին իրանք։ Դու երբևիցե իրենց չէի։ Չէ, չեմ տեսել, ինքը դե Telegram կանալով է տեղի ունենում, իսկ Telegram-ի հիմնական պահանջը, որ ոչ մեկին չճանաչի։ Ու այդպես էլ մնացին չբացահայտված անձիկ։ Տենց մի անգամ ֆիլմի հատ դիտեցի, դրա վերաբերյալ առաջ անգամ Ղազախստանում է տեղի ունեցել այդ սիստեմը Telegram-ի, որ նկարով եւ այլն այդ process-ը Telegram-ով Ղազախստանում տեղի ունեցել ու այդ իրանք նկարել են, ես ոնց որ տեսել եմ, ինձ հետաքրքրել է։ Դե օգտվող եմ եղել ամենասկզբից ես։ Օգտվող եմ եղել, վերցրել եմ կայքից ու մի օր տենց հայտարարություն տեսա։ Էլի Telegram-ը։ Ու սկսեցի հետաքրքրվել արդեն։ Համաձայնության եկանք ու սկսեցինք աշխատել։ Իսկ որտեղ էիր հիմնականում դնում։ Քաղաքում էլի Երևանի կենտրոն, Բանգլադեշ, sense Այդ հայտնի այդ շենքերի մուտքերն էր, որ փնտրում էին գարաժների։ Չէ, ինձ ճիշտն ասած ինձ ասել էին, որ գերեզմանատներ, մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ չի թույլատրվում։ Ասել էին այդտեղ։ Չէ, այդպես տեղեր չդնես հանկարծ, բայց ամեն մեկը չի էլի, որ այդպես բաներին ուշադրություն է դարձնում։ Ես որպես վերցնող դեպք եղել է, որ գերեզմանատան մոտ են ինձ ուղարկել են շենքեր, մանկապարտեզի մուտքերի մոտից։ Մանկապարտեզի մուտքի մոտից դու վերցրել ես։ Հա, իմ օգտագործման համար մինչև աշխատել է եղել է։ Ինչի մեջ էր ինքը կոնֆետի նման էր, թղթի նման։ Չէ, ինքը ուղղակի զիպ տոպրակի մեջ է դրվում ու բանով փաթաթվում է իզոլացիոն։ Բանով էլի կպչում է։
Այսինքն ցանկացած երեխա կարող էր էդիտը, օրինակ տեսնեն ինչ-որ բաներ փաթաթված վերցնել։ Դե եթե ասենք օրինակի համար խաղում են դրսում, չգիտեմ, գնում գալիս ոտքերով խփում են գետնին, բան, ասենք բանալի դուրս գա տակից տենան միամիտ վերցնեն։ Մանկապարտեզ երեխեքն էլ 3 տարեկան երևի ամենափոքրը լինում է, իրանք ինչ տալիս ես, իրենք հիմնականում բերանն են, չէ, տանում։ Գիտեք ոնց հիմա այնքան շատ է տարածված, որ կոնֆետ, Հարիբո կոնֆետները որ լինում են, այդպես էլ է մատակարարվում մարդկանց երեխեքին։ Չէ, ես մենակ մարիխուանա եմ բանար այդ տեղի հետ կապ չունեմ։ Հարիբո, Skittles։ Նույն ձևի գալիս է ու իրան մինչև չհետազոտեն, պարզ չի դառնա, որ ինքը թմրանոթ է թե չէ։ Իմացող, այսինքն վերցնողը մենակ վաճառողը գիտի այդ ինչ է։ Հաշվի առնելով, որ բացի մենք մեզանից կարանք ուրիշների կյանքը քանդենք ու չիմանանք էլ ինչ արեցինք, հաստատ արժի, որ սրա դեմ արվի էլի ու շատ մասսայական մեզի որ բերում են, ես հա դեմ չեմ, բայց կարելի է մի քիչ ավելի խորքային այդ աշխատանքը կատարվի։ Հայրենի իրավապահները անշուշտ տեղյակ են իրավիճակին, բայց լուծում չկա։ Սարգսյան, ես օրերս եմ խոսել կոնկրետ թմրանյութ օգտագործող անձի հետ հենց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ինքը ասում էր մանկապարտեզներում դպրոցների այդ հատվածներն են։ Դուք այդտեղ զգոնության կոչ, ոստիկանությունը, որ մանկապարտեզների դաստիարակները, տնօրենները, դպրոցի տնօրենները զգուշանան, երեխաները կարող են ինչ-որ փաթեթը վերցնեն, մտածեն, օգտագործեն, որովհետև ըստ էության կոնկրետ անձը, որը 6 տարի ազատազրկման է դատապարտվել, ինձ ասում էր մանկապարտեզում դպրոցում տեղադրել եմ, որ գան վերցնեն, շարել եմ, որպեսզի գան վերցնեն։ Բայց քրեակատարողական հիմնարկում էր, չէ՞ դա։ Այսինքն հետևողականորեն պատասխանատվության է ենթարկվում։ Այսինքն պնդում էր, ասում էր իրավապահ մարմինները պետք է պարագլուխներին գտնեն, մեզ փակելով հարցը չի լուծվում։ Խմբերի բացահայտման առումով իհարկե դեռ անելիք ունենք շատ իրականացնելու, որովհետև մեր խնդիրն է հենց խմբի բացահայտումը, խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի մենք կարողանանք խմբի հետագա գործողություններն արդեն կանխենք եւ ուղղակի հետևանքի հետևից չվազենք, հա, անընդհատ բռնենք տարածողներին եւ չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել, բայց այստեղ ավելի ինտենսիվ աշխատանքի կարիք ունենք իրականացնելու, ասեմ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը եւ կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով տարբեր դրվագներով թմրամիջոցներ հայտնաբերել եւ արգրավել, որը որ հենց այս տրամաբանության մեջ թույլ չի տվել, որպեսզի հետագայում դա դառնա տասնյակ հազարավոր մանր դեպքեր, կլինի իրացում, կլինի օգտագործում եւ այսպես շարունակ։ Այսպիսով, անոստալի են թմրանյութ տարածողները որպես ղեկավարներ։ Հայաստանի Հանրապետության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը մեծ զրույցում ներկայացնում է իրավիճակը։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված թմրանյութ գործածողների թիվը կազմում է 7512։ 2024 թվականի համեմատ աճ կա։ Չէ, պակասել է թիվը, ասեն հիմա ինչի, որտեղ սա դինամիկ process է, որտեղ մենք հաշվառում ենք նաև հաշվառումից բժշկական դիտարկման արդյունքում մարդկանց նաև հաշվառումից հանում ենք։ Վերջին շրջանում հաշվառումից հանվողների թիվը, այսինքն բժշկական դիտարկում անցնողների թվականակը բավականին մեծացել է, այսինքն եթե առաջ մարդը կարող էր գալ մեր կենտրոն բուժվեր ու մոռանալ, որ ինքը հաշվառված է մնացել, հիմա այն քաղաքացիները, որոնք ուզում են հաշվառվից դուրս գալ, շատացել է ու դրա հաշվին բուն հաշվառված թմրամիջոց գործածող անձանց թիվը անցյալ տարվա համեմատ պակասել է։ Այս 7512 հաշվառված անձանցից 4507-ը հաշվառված է մարիխուանայի կամ տետրահիդրոկանաբինոլների գործածման արդյունքում, օպիոիդների գործածման արդյունքում հաշվառված անձանց թիվը կազմում է 2992, կոկայինի գործածման հետևանքով հաշվառված անձանց թիվը 13 եւ 289-ից հաշվառված են հոգեխթանիչների գործածման հետևանքով, մասնավորապես ամենահայտնի հոգեխթանիչը դա շատ հայտնի մեթամֆետամինն է, ոչ գրական կրիստալ կոչված շատ ծանր թմրամիջոց։ Վերջին շրջանում նկատելի է նաև կանանց շրջանում գործածողների թվի աճ, բայց միշտ ու բոլոր երկրներում այդպես թմրամիջոց գործածողների հիմնական մասի արկելինում են արական սարի ներկայացուցիչները։ Անչափահասների հետ կապված մի անգամից ասեմ, ունենք 8 անչափահասներ թմրամիջոցների գործածման։ Այս հիմիկվա դրությամբ հաշվառված են 8 երեխան, 8 դեռահասները։
Բայց հիմնական տարիքային խումբը հաշվառվածների ավանդաբար տենց եղել, դա 27-ից մինչև 50 տարեկան մարդիկ են, 70%-ը շուրջ այս տարիքային խումբն է։ Դա պայմանային հանգամանքով, որ իրականում Հայաստանում իհարկե բավականին երիտասարդացել է թմրամիջոցների գործածումը, բայց այնուամենայնիվ դեռևս Հայաստանում թմրամիջոց գործածողները թմրամիջոց սկսում են գործածել հիմնականում 25-26 տարեկանից հետո, այսինքն երբ որ մարդը ինչ-որ որոշակի կայուն եկամուտ է ունենում կամ արդեն հասունանում է։ Իհարկե ցավոք սրտի մի քիչ երիտասարդ դառնալու sense մենք տենդենս նկատում ենք, բայց այնուամենայնիվ հաշվառվածների հիմնական խումբը այս տարիքային խումբն է։ Ծնողների դեպքում, ասեմ, որոշակի վարքային խանգարումներ կան, որ կարան ծնողին հուշեն, որ երեխայի մոտ կասկածելի ինչ-որ։ Օրինակ, երեխայի հաճախակի տնից բացակայելը դեռահասի, հատկապես տղաների դեպքում, կամ ընկերների փոփոխությունները, երբ որ առողջ կյանքով ապրող ընկերների խումբը փոխվում է, ասես մի քիչ կասկածելի արդեն։ Կամ օրինակ շատ առանձնանալը տանը, սենյակում փակվելը, գումարի անհետացումները կամ գումարի մշտական պահանջները։ Այս ամենը ցույց են տալիս, որ մի բան նորմալ չէ, էլի։ Հետո իհարկե արդեն վարքային, այսինքն տրամադրության փոփոխություններ որոշակի, օրինակ մարիխուանա գործածողի դեպքում հաճախ առաջանում է ոչ ադեկվատ ծիծաղկոտություն կամ աչքերի եղջերաթաղանթների կարմրություն, հոգեխթանիչներ գործածողների դեպքում առաջանում է բբերի լայնացում, որոշակի ակտիվացված վիճակ, հոգեխթանված վիճակ, թմրամիջոցի բացակայության դեպքում լրիվ հակառակը, մեկուսացում, օտարացում, թուլություն։ Այս ամենը նշաններ են, որոնք կարան ծնողին հուշեն, որ մի բան են չի։ Մեթամֆետամինը բավականին ծանր թմրամիջոց է, շատ վտանգավոր, ինքը հոգեխթանիչ նյութ է, այսինքն կենտրոնական նյարդային համակարգը ակտիվացնող նյութ է, ազդում է մարդու գլխեղում դոֆամինային համակարգի վրա, առաջացնելով մարդու խթանում, ակտիվացում։ Ավելին ասեմ, մեթամֆետամինի ու ընդհանրապես հոգեխթանիչների գործածման դեպքում մարդու մոտ շատ հաճախ մենք հանդիպում ենք փսիխոցիկ խանգարումների, նույնիսկ ցավոք սրտի երբեմն անդառնալի, այսպես ասած, հետևանքներով։ Իհարկե, այս թիվը չի արտահայտում իրական պատկերը, ու դա բոլոր երկրների դեպքում էլ այդպես է։ Մեր կենտրոնում հաշվառվում են այն մարդիկ, ովքեր դիմում են բուժման, եւ այն մարդիկ, ովքեր իրավապահ մարմինների կողմից ներկայացվում են մեր կենտրոն կամ այլ լաբորատորիա։ Իսկ ինչ են պատմում թմրանյութեր օգտագործող երիտասարդները, որոնք այսօր կախվածության կենտրոնում բուժում են ստանում։ Սկսել եմ կանաբիսից շատ ջահել ժամանակ 15-16 տարեկան։ Ոնց սկսվեց։ Լեգնականից մի քիչ մեծնից մեծ տղա եկավ մեր բակ, դե արդեն մահացել է բարձր։ Ու ինքը ոնց որ առաջինը, այսպես ասած, հյուրասիրեց։ Տեսնում ենք սիգարետի մեջ ծխում ենք, մարդիկ կային մեր հետ, օրինակ այդ առաջի օրվանից իրանց դուրը չեկավ ու իրանք սաղ կյանքում չեն օգտագործել։ Բայց կային մարդիկ, ոնց որ դուրներն եկավ ու արդեն կամաց Ինչ զգացողություններ կպատմեք մի փոքր։ Ուրախ, դե մի քիչ բան, ոնց որ ասած, արդեն տուն մի քիչ ուշ էին գնում, բան էինք անում, ամառները մանավան, դրսերը շատ էին կրում, դե ծխում էինք։ Թմրանյութ օգտագործելը ինչ անդրադարձ ունեցավ ձեր կյանքի վրա։ Շատ վատ։ Ինչ ունեի վաճառեցի, դրա համար գումար է պետք։ Հիմա չգիտեմ ոնց է։ Տարբեր ձևերով։ Բանը ծխելուց հետո անցավ ոնց որ սրսկվելու։ Այդ տարիքին էր գումար պետք։ Թե չէ այն ժամանակ մի հատ մեքենա նստում էինք հոկտեմբերյան կամ Արտաշատի կոմերը գնում էինք յուղեր մաճմեր։ Բաղչեքից վերցնում էինք, գալիս էինք։ Ուր են ձեր ընկերները հիմա։ Ձեզ հետ ընկերները, որոնք որ հաճույք ստացան այդ ամեն ինչից կան։ Տարբեր գերեզմաններ։ Կոնկրետ օրեր չեմ կարող նշեմ, որ օրը, երբ որ մարդ ցավեր չի զգում, այսինքն լոնկաներ չունի, բան ասում է վաղվանից ցույց չեմ անում։ Արևոտը լույսը բացում է, զգում ես վատ ես, էլ չես կարող, ու գնում ես արդեն նույն ճանապարհը։ Դե արդեն 61 տարի, 40 տարի սրսկում եմ, ես ինչ պետք է արդեն։
Ես որ եկամ ոնց որ ասած այս ձմեռ է ասում, всё պրծա, մենք դուրս եկա ոնց որ ասած, Աստված հետ բերեց, բայց դեք առողջություն չկա, բան չկա։ Հավաքում են 5-4-5 հոգով, գիտեն էդի լավ բան է։ Մեկը մեկին որ առաջ էր հիմա, ինքը սկսում է ոնց որ էդի տարածեն կամ օգտագործել կամ ֆիքստուլություն անում, ոնց որ ասած։ Ընդունում է, դուրը գալիս է, սկսում է արդեն ընկերներին էլ բան անել, որ իրանք են ներքաշվում են գործի մեջ, թե չէ մենակ հետը խուր է, չի կարող մենակ, դե հետը մաղթին։ Ու կյանքները ոնց որ խոհ, ոնց որ գնաս պոեզի տակ գլուխը դնես, всё էլի։ Կամ ոստի վրա կանգնես, քամի երբ կգցի։ Էսի կյանք չի, էսի տառապանք է։ Դե չփորձեն, կարևորը։ Այդ առաջի բանն է։ Ախր շրջապատն է։ Երեխաներին ես միշտ խորհուրդ եմ տվել։ Ես ինձ մենակ մի բանով չեմ մեղադրում այս կյանքում, որ ես առաջի անգամ ոչ մեկին ոչ մի բան չեմ տվել։ Չօգտագործողներին ավելի շատ է խորհուրդ։ Քան թե օգտագործողին։ Որովհետև սա գիտեն, վերջը լավ չի սրա։ Այսպիսով, թմրանյութերը դարձել են մեր երկրում գլխավոր սպառնալիքը, որ մտել են բուհերի, դպրոցների, անգամ մանկապարտեզների բակեր։ Բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է ձեռք բերել թմրանյութ, նույնիսկ մշտական տեղեր կան թմրանյութերի տեղադրման համար, սակայն պայքարի գործիքները բավարար չեն։ Իրավիճակը փոխելու, թմրամոլության մակարդակը Հայաստանում իջեցնելու համար։ Ավելին, թմրամոլության տարիքը երիտասարդացել է եւ բանտերից դուրս եկել ազատ աշխարհ։